Ազգային ժողովի արտահերթ նիստում իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծ։ Ըստ նախաձեռնության դաշինքների անվանումներում այլևս չեն կարող ներառվել անձնական կամ պետական մարմինների անուններ։ Իշխող ուժի ներկայացուցիչները փոփոխությունը հիմնավորում են տեխնիկական անհրաժեշտությամբ, մինչդեռ ընդդիմությունն այն որակում է հակաիրավական։ Դիտորդների գնահատմամբ նախագիծն ուղղված է Սամվել Կարապետյանի գլխավորած Հզոր Հայաստան դաշինքի դեմ։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտում է ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնների փոփոխությունն անթույլատրելի է։ Սույն թվականի հունիսի 7-ին նախատեսված են ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ նաեւ նախքան այդ ընտրությունները պետք են ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել, ըստ էության 2 կոմպոնենտ ունի այդ նախագիծը, մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այստեղ չի կարող, դե լրջությունը ու դուք, պարոն Հակոբյան, այդքան էլ համեմատելի չեն։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա, որովհետև ցանկացած տրամաբանության մեջ ընտրական օրենսգրքի կայունության կանոնի տեսանկյունից ու շատ այլ տրամաբանության մեջ նման գործընթաց իրականացնելը անթույլատրելի է։ Ուստի պատիվ ունեմ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրան օրակարգին ընդգրկվելուն, օրակարգին բուն եւ թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա։